Մեծ ճգնաժամի շեմին։ Այնինչ կատարվում է աշխարհի տարբեր երկրներում, փոխկապակցված է միատեսակ խնդիրներով։ Թվում է, թե Իրանում կամ Վենեսուելայում հենց թեկուզ ԱՄՆ-ում խնդիրները տարբեր են, բայց կա մեկ խնդիր, որի գլխավորն է։ Դա կապիտալի անարդար բաշխման խնդիրն է։ Իրանցին առավոտյան արտանում եւ տեսնում է դոլարի կտրուկ թանկացում, որը բերում է թանկացման բոլոր ոլորտներում։ Ինֆլյացիան աճում է նաեւ ԱՄՆ-ում եւ այլուր։ Ինչ է ստացվում։ Աշխարհը պատերազմների եւ բազմատեսակ հակամարտությունների մեջ է, բայց իշխող էլիտաները եւ նրանց թիկունքում թաքնված տերերը օլիգարխիան անդադար հարստանում են։ Հասարակության մեջ վերանում է միջին խավը։ Մարդկանց մեծ մասը բանկային պարտքերի տակ է, բայց օլիգարխիան հարստանում է։ Նույնիսկ պատերազմող Ռուսաստանում եւ Ուկրաինայում է այդպես։ Այդպես է Հայաստանում։ Բացի սեփական պարտքերից հասարակության ուսերին է նաև ապիկար իշխանությունների շնորհիվ աճող պետական պարտքի բեռը։ Օրինակ, Հայաստանի Հանրապետությունը 2025 թվականին մոտ 1 միլիարդ տոկոսավճարներ է վճարել։ Պատկերացնում եք, յուրաքանչյուր Հայաստանի Հանրապետության քաղաքացի տարեկան մոտ $300 տոկոս է վճարում։ Սա միայն տոկոս, իսկ պետական պարտքը երկրաչափական պրոգրեսիայով է աճում։ Միամիտ մարդկանց զվարճացնում են Ջենիֆեր Լոպեսով, տոնածառով եւ լույսերով, ասֆալտով եւ անորակ շինարարությամբ, որոնց վրա ծախսված գումարների զգալի մասը տարբեր կոռուպցիոն խողովակներով մտնում է շրջանառության մեջ, դուրս է բերվում երկրից կամ խթանում է անշարժ գույքի լվացքատունը։ Գոնե նախկինում խոսում էին 10% ատկատների մասին, այժմ վիճակն ավելի խայտառակ է։ Սրան գումարած գլոբալ խնդիրներից մեկն էլ տնտեսության մոնոպոլիզացիան է։ Արդյունաբերությունը, ֆինանսական եւ մյուս համակարգերը մոնոպոլ դարձնելուց հետո հերթը հասավ ծառայությունների ոլորտին։ Նույնիսկ առևտուրն են մարդկանց ձեռքից խլում։ Ապրանք եք ցանկանում գնել, գնեք Amazon-ից կամ Wildberries-ից, լավագույն դեպքում սուպերմարկետների ցանցից, փոքր եւ միջին բիզնեսը պետք է մեռնի։ Ինչ է ստացվում։ Ոլորտ առ ոլորտ անհատի ձեռքից խլում են։ Այդ անհատը տնտեսության խթանիչ ուժն է։ Երիտասարդությունը տիրապետում մեծ էներգիայի, էնտուզիազմի, մոտիվացված է, բայց այսօրվա երիտասարդությունը ոչ մի երկրում չունի ապագա։ Ինչ անել։ Կրթությունը դարձել է անիմաստ, անհատ ձեռներեցության եւ ռեալիզացվելու ոլորտներ չկան։ Բոլորը չէ, որ պետք է դառնան ծրագրավորողներ, չնայած այդ ոլորտում նույնպես ամեն ինչ մոնոպոլիաների ձեռքում է։ Նրանց հարկավոր են միայն հնազանդ, վարձու կատարողներ։ Այսինքն ժամանակակից աշխարհում երիտասարդությունը նոր սերունդը փակ ուղու մեջ է։ Երիտասարդը կարող է ողջ կյանքն աշխատել եւ բնակարանի հարց չլուծել։ Եթե բախտ վիճակվի վարկի միջոցով տուն գնել, մարդիկ այդ դեպքում դառնում են բանկային ստրուկ եւ ողջ կյանքի ընթացքում ապրում են եռապատիկ թանկ նստող բնակարանի դիմաց վճարելով։ Սա է պատճառը, որ ամենուր քաղաքական ծաղրացումները արտաքին եւ ներքին թշնամիներ են փնտրում, որպեսզի դրանց դեմ սուտ պայքար մղելով շեղեն մասաների ուշադրությունը։ ԱՄՆ-ում Թրամփը պայքարում է միգրանտների, ճակերտավոր պայքարել իհարկե, Վենեսուելայի եւ Իրանի դեմ, բայց երկրի պարտքը հասել է աստղաբաշխական թվերի, ինֆլյացիան աճում է։ Իրանի ռեժիմը ճակերտավոր պայքարում է սիոնիստների եւ արևմուտքի դեմ, Պուտինը բանդերովցի ֆաշիստների, դե իսկ մեր խեղկատակների կլոունադան եկեղեցու եւ նախկինների շուրջ է։ Այս համաշխարհային ճգնաժամը խորանում է օրորի։ Եթե հաջողվի կհրահրեն մեծ պատերազմ եւ որոշ ժամանակ խնդիրներից կխուսափեն։ Եթե չստացվի, կունենանք հակառակ ծայրահեղությունը 1917 թվականի բոլշևիկյան հեղափոխության պես մի բան։ 1917 թվականը պատահականություն չէր, այն անխուսափելի է ցանկացած դեպքերում։ Օլիգարխիան չի նահանջելու, իսկ մասաների, հատկապես երիտասարդության խնդիրները օրորի մեծանում եւ դժվարանում են։ Գրել է Արա Արայանը Facebook-յան իր էջում։